Նիկոլ Փաշինյանը զարմացած է, Գևորգ Կոստանյանի մասին գովեստով են արտահայտվում նույնիսկ ընդդիմադիրները։ Նրանք տպավորված են թերևս, որ Կոստանյանը դիպլոմ ունի Նոթինգեմի համալսարանից։ Դաշնակցական Արծվիկ Մինասյանը պատրաստ է նկատել նույնիսկ Գևորգ Կոստանյանի նախորդի Աղվան Հովսեփյանի կատարած աշխատանքը։ Աղվան Հովսեփյանը լիքը դրական եւ լավ բաներ արել է։ Դրանց համար Արծվիկ Մինասյանը նրան ասում է շնորհակալություն, այսօր ընդդիմադիր պատգամավորը հիշեց, որ ժամանակին աշխատել է նոր դատախազի Գևորգ Կոստանյանի հետ։ Ունեմ վստահություն, որ հետևողական կլինի իր ծրագրերի մեջ։ Ժառանգության ներկայացուցիչը չէր ցանկանա բաժակաճառեր ասել Գևորգ Կոստանյանի առիթով հանդիպել է նրան տպավորությունը վատը չէ, Կոստանյանն ունի նորմալ բառամթերք, պրոֆեսիոնալ կեցվածք։ Եթե նորմալ պետություն լինենք, այս տեսակը պետք է սերնդափոխությունը պետք է այս տեսակով կատարվի։ Պարոն Հակոբյանը ցավում է, մի ծաղկով գարուն չի գա, դա հնարավոր է միայն գրականության մեջ, համակարգն է վատը։ Այս հրաշալի երիտասարդը կարող է պայքարել այդ համակարգի դեմ։ Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ Գևորգ Կոստանյանը կդառնա գլխավոր դատախազ եւ նրան օգնել պետք է։ Մենք կլինենք ձեր թիկունքին, վստահեցնում եմ։ Դե կողմ քվեարկի Վահանագոբյան։ Ընդդիմադիր պատգամավորն իհարկե խոսացավ դեմ քվեարկել, նույնը վստահեցրեց նաեւ ընդդիմադիր հակխմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, սակայն նա էլ Կոստանյանից սպասելիքներ ունի։ Մարտի 1-ի սպանությունների բացահայտում մարդասպանները ազատ շրջում են Հայաստան։ Քաղբանտարկյալների խնդիրը կլուծեք, չեք լուծի, մեր վերաբերմունքը որևէ բանով չի փոխվելու։ Քվեարկությունից հետո պարզվեց, որ ազգային ժողովում քվեարկությանը մասնակցած 1 տասնյակից ավելի ընդդիմադիր պատգամավորներից Կոստանյանի թեկնածությանը դեմ է քվեարկել ընդամենը 3 հոգի։